Դատան ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը, պարոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով, սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը բացառությամբ կնոջ եւ երեխաների։ Ըստ պահին այսքանն է, դատավորը որոշումը ըստ էության չի տրամադրել, բայց դատելով միայն քննիչի միջնորդությունից, դատելով միջնորդության քննարկման արդյունքներից, մեր հարցերի պատասխանից, որոնց քննիչը տվեց կամ չտվեց, կարելի է արձանագրել մեկ բան, այստեղ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, բոլոր դեպքերում նախ վաղեմության ժամկետները սպառված էին, որոշ դեպքերում մտածածին էին, բայց քանի որ մենք նաև մի փոքր խնդիր ունենք նախաքննական գաղտնիքի հետ կապված, այսպես շատ տվյալներ հանրայնացնել չենք կարող, միայն կարելի է արձանագրել, որ գործ ունենք ապօրինի քաղաքական նաև կոնտեքստ ունեցող հետապնդման հետ։ Իսկ ինչ պատճառ հանդիսացավ, որ նրան այսօր ձերբակալեցին 2 ամսով։ Կալանքի հիմքը վարույթի խոչընդոտելն է, բայց մենք պետք է հասկանանք, որ այս իրադարձությունները 20-25 տարվա վաղեմություն ունեն եւ անտրամաբանական է խոչընդոտել օրինակ 2004 թվականին կատարված գործարքին։ Այս եւ այլ պատճառներով մենք տեսնում ենք այստեղ ապօրինի հետապնդման տարեր, բոլոր դեպքերում վարույթը պետք է ունակ լինի բացատրել, թե մեղադրյալի ազատության իրավունքը ինչու է սահմանափակվում, մենք այս դեպքում դա չտեսանք։ Միակ հիմքը դա խոչընդոտի ռիսկն էր, որը ըստ էության փաստարկված չէ այս վարույթով, որովհետեւ կրկնում եմ, խոչընդոտը պետք է լինի առարկայական։ Ում կարող է խոչընդոտել, ինչի նկատմամբ, իսկ մենք այստեղ գործ ունենք 2004 թվական, 6 թվական, 10 թվականին կնքված գործարքների հետ, որոնք հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով տեղի են ունեցել հանցավոր ճանապարհով։ Մինչդեռ նաև իբր թե Սեդրակ Քոչարյանը օժանդակել է պաշտոնատար անձանց չարաշահեն իրենց լիազորությունները, մինչդեռ այդ հարցի պատասխանն էլ է առկախված որ պաշտոնյային, ինչ եղանակով, կոնկրետ ինչ գործողություններով։ Իսկ ձեր հետագա քայլերը ինչպես է լինելու։ Բնականաբար որոշման նախստացումը, ինքներս մեզ համար վերլուծությունը, թե դա ինչի մասին է եւ բողոքարկում բնականաբար։